Այստեղ է ծնվել ու ստեղծագործել քանդակագործ Ղուկաս Չուբարյանը։ Այս այգում է նախագծել Մատերանդարանի դիմաց տեղադրված Մեսրոպ Մաշտոցի, Մարտիրոս Սարյանի, Կոմիտասի եւ այլ հայտնի քանդակներ։ Օրեր առաջ Նալբանդյան 106 կոտորակ մեկ հասցեում շինարարություն իրականացնող Ավագ շին ընկերության աշխատակիցները մտել են Չուբարյանների այգի եւ փոսեր փորել։ Կառուցապատողները ուրեմն պարբերաբար փորձեր են արել ներխուժել եւ ցանկապատել այստեղ տարածքի ներսում։ Վերջին անգամը ամսի 16-ին էր, անվանի քանդակագործ Ղուկաս Չուբարյանի ծննդյան օրը։ Քանդակագործի դուստրը պատմում է, որ 1100 քառակուսի մետր մակերեսով այդ տարածքը 1923 թվականին գնել է իր պապը։ Այժմ այն մոտ 4 անգամ կրճատվել է։ Տիկին Անուշը մտահոգված է, իրենց ունեցած 300 քառակուսի մետրը հնարավոր է ավելի կրճատվի։ Այնինչ գոտիավորման նախագծով տարածքը դեռ 2007-ից համարվում է մշակութային գոտի, այսինքն անձեռնմխելի է շինարարների համար։ Չուբարյանի բակը նաև Նալբանդյան 104 հասցեի միակ կանաչապատ հատվածն է։ Այստեղ են քանդակագործի որոշ աշխատանքներ։ Անուշ Չուբարյանը ցանկանում է այն մշակութային կենտրոնի վերածել։ Ու ես ռիսկ չեմ անում որևէ ինվեստիցիաներ անել եւ ինչ-որ մի աշխատանք սկսել, մինչեւ տան եւ տարածքի կարգավիճակը չպարզվի։ Հայտնի իրավաբան, Հայաստանի առաջին սահմանադրության հեղինակ, ԵՊՀ իրավաբանական ամբիոնի հիմնադիր եւ Եղիշե Չարենցի դատապաշտպան Գրիգոր Չուբարյանի թոռը պահանջում է հարցին իրավական լուծում տալ։ Կարող են վերցնել ամբողջը, կարող են տունս քանդել։ Ինձ պետք է իմ իրավունքները հաստատող փաստաթուղթ։ Կարծես թե ուզում են ընդառաջ գնալ եւ վերջապես որպեսզի օրենքը սկսի աշխատել։ Այ երբ որ կաշխատի, ես իրանց շնորհակալություն կասեմ։ Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից վստահեցնում են, որ Չուբարյանի արհեստանոցին որևէ վտանգ չի սպառնում։ Միայն շինարարության ժամանակ այգու մի փոքր հատվածը կցանկապատվի, հետո կվերահաստատվի որպես մշակութային տարածք եւ կտրամադրվի Չուբարյանների ընտանիքին։ Մշակույթի նախարարությունն էլ խոստանում է, որ տան եւ այգու տարածքը 1 սանտիմետրով անգամ չի պակասի։ Իզաբելլա Հովանիսյան, Վահե Եղիազարյան, ժամը լրատվական։